Ողջույն հարգելիներս, նախ շնորհակալ եմ, որ հերթական օրն է մեր կողքին եք լուսաբանում եք տեղի ունեցողը, այսօր ինչպես գիտեք, Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի վարույթի դատաքննության շարունակությունն է, նախորդ նիստը 3 առաջորդ էր ու մեզ համար անհասկանալի պատճառներով դատական նիստը ընդհատվեց ու տեղափոխվեց այսօր, առաջին հերթին ընդգծենք, որ մենք լավագույն ակնկալիքներով ու սպասումներով ենք, ամեն դեպքում չենք դադարում լիահույս լինել, որ ի վերջո արդարադատությունը կյանքի է կոչվելու, առավել ևս այս պարագայում մենք ոչ միայն գործ ունենք այն իրավիճակի հետ, որ մեր քաղաքական առաջնորդը քաղ բանտարկյալ է, այլև մենք գործ ունենք այն իրավիճակի հետ, որ նախընտրական ծիրում են գտնվում, շուտով պաշտոնապես մայիսի 8-ից քարոզչությունն է սկսվելու, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ մեր քաղաքական ուժեղ Հայաստանը առաջատար է ընդդիմադիր շարքներում եւ հանրային աջակցություն է վայելում մեծականակ, դրա մասին վկայակոչում է օրեր առաջ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը, միասնության հանրահավաքը, ու հենց այդ հանրային միասնության ու համերաշխության հիմնական տեսլականով հենց մեր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներ են փոփոխությունների իրականացման պահանջով էլ մենք մեր քաղաքական ուժը ձևավորվել է, մեր քաղաքական առաջնորդը հայկական ինքնության ու հայկական արժեքների պաշտպանության վահանն է ձեռքին վերցրել, ինչի նպատակով անձնական ազատությունն է զոհել։ Այնպես որ առաջնային նպատակը այստեղ գտնվելու Սամվել Կարապետյանի ազատության պահանջն է, իսկ օրեր առաջ դուք տեսաք, թե ինչ հետապնդումներ ու քաղաքական միջամտություններ մեր նկատմամբ։ Դեպի ձայնագրություններին կանդրադառնանք, որովհետև այնտեղ հայտարարություններ են արվել, որոնք իրոք պարզաբանման կարիք ունեն եւ ուզում ենք հասկանալ, դուք դրանք համարում եք աղճատված ձայնագրություններ, կոնտեքստից կտրված, թե իսկապես նմանատիպ խոսակցություններ եղել են թե։ Նախ շնորհակալություն հարցադրման համար, ես այս ամենը ընդհանրապես իրավական գործընթացի հետ աղերս չունեցող պրոցեսներ են որակում ու որ ընդհանուր բովանդակությանը չեմ ցանկանում այս իրավիճակում անդրադառնալ, որովհետև մենք այնպիսի իրականությունում ենք ապրում, երբ ցավոք սրտի դա իմ որպես իրավաբանի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնական մեծ ցավն է, որ նախաքննության ընթացքում ականատես ենք եղել ձայնագրության հրապարակման, որը նախաքննական գաղտնիքի գործողության դադարից հետո պարզվել է, որ այդ ինչպես արդարացիորեն նշեցիք, աղճատված է, մոնտաժված է եւ տարբեր խոսակցությունների հատվածների մեկտեղում է։ Հետևաբար, բայց այնպեսի հայտարարություններ են հնչում մարդկանց վերաբերյալ, որոնք այսպես մեղմ ասած լուրջ ընդունել են։ Հիմա ինչ կրեք։ Հարգելիս ես այդ ձայնագրությունը ես որևէ կերպով չընդունեցի, որ այնտեղի հայտարարությունները կարելի է արդարացնել կամ մեր քաղաքական ուժի համար կարող են ընդունելի լինել։ Կարծում եմ դուք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները արձանագրել եք, որ մենք այն քաղաքական ուժն ենք, որ հենց այդ խոսույթի բարեվարկությունը մեր քաղաքական դաշտներում ուծեցինք։ Եթե դուք իրադարձությունների զարգացմանը հետևել եք, անգամ պարոն Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի կողմից սկզբում մեր ձևով հասարակական շարժման, այնուհետև ուժեղ Հայաստան կուսակցության համակարգման ողջ գործընթացում մեր քաղաքական ուժի կողմից հենց մենք դրանով ենք առաջամարտիկը, որ բացառապես բարեվարկ բառապաշար են կիրառում ու անգամ քաղաքացիական պայմանագիրը հասկանալով, որ հանրությունը այո խնդիր ունի այդ բարեվարկ մոտեցման, իրենք բարեվարկության էթիկետ ընդունեցին, հա։ Ինչն էր նպատակը այդ բարեվարկության էթիկետի, նպատակը, որ իբրև թե ճակերտավոր իրենց խոսույթն էլ ֆիլտրեն, բայց այնուամենայնիվ իրենց դա չի հաջողվում, որովհետև այդ բարեկրթությունը մարդը, այդ դաստիարակությունը մարդը ի սկզբանե պետք է ունենա, ու մեր որդեգրած քաղաքականության առաջնային հիմնապատճառներից մեկը ու ձևաչափը, այո, բարեկրթությունն է, փոխհարգալից միջավայրն է։ Մենք հենց սրա դեմ ենք պայքար մղում, մենք հենց նման խոսակցությունը իսկ դուք կներեք, ինչու եմ ասում, որ չեմ մեկնաբանում, որովհետև այս երկրում ի վերջո պետք է, հա, լինի ամեղության կախավար, ի վերջո պետք է լինի նախաքննություն, իսկ ինչու չեք կարծում, որ հնարավոր է այդ ձայնագրությունները բնավ մեր քաղաքական ուժի հետ կապ չունեն, իսկ ինչու չեք կարծում, որ այդ ձայնագրությունները
Ինչու ոչ, ասենք ենթադրաբար ներդրված սադրիչների խոսակցություններ են։ Որևէ մեկը կարող է բացառել այդ վարկածները, ոչ, չի կարող, եթե գնան ու բարձվի, որ այդ ձայնագրությունները ճիշտ են, ինչ որ պատասխանատվության կենթարկվեն այդ անձին կողքին։ Ջորջան, մենք քաղաքական ուժ ենք, բնականաբար, եթե խախտվել է օրենք, այդ օրենքի խախտման արդյունքում իրավական պետությունում վրա է հասնում պատասխանատվություն, բայց մեր ցավը նրանում է կայանում, որ այդ պատասխանատվությունը մենակ պարկեշտ մարդկանց ու պարկեշտ քաղաքական ուժերի նկատմամբ է կիրառվում։ Մեր պայքարի հիմնական նպատակը այն է, որ երկակի ստանդարտներ են կիրառվում։ Օրինակ, մեր պարագայում դուք օրինակ է տեսաք, ձայնագրություններ էլի մինչև երեկվա ձայնագրությունները հրապարակվել են, ընդհանրապես այնտեղ այնպիսի խոսակցություններ, մարդը ասում է, կգաք մեզնից գնում կատարեք, մեր գործընկերուհին ասում է, գիտեք, մի հատ տեսնենք ինչ եք առաջարկում, ընդհանրապես չավարտված խոսակցությունն է, չավարտված իրավահարաբերությունը, անգամ դատարանը հիմնավոր կասկածի բացակայությամբ այդ դրվագը գործից հանել է։ Այս գործը ոնց կարելի է տանել մարդուն մեղադրանք առաջադրել։ Մի բան էլ էլի ասեմ, մեր խնդիրը այն է հիմնական, որ մենք այս պայքարում ենք հայտնվել ու մեր անհավասարը մեր պայքարը որպես քաղաքական ուժի, որովհետև տեսեք ինչ տեղի ունեցավ, իրավապահ մարմինները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նման գործընթացներ են մեկնարկում, անմիջապես այդ գալիս են մարդկանց բերման են ենթարկում, ձերբակալում են, մեղադրանքներ են առաջադրում, նախ եթե քաղաքական միտում նպատակ չլիներ, այդ ձևաչափը այլ կներ, կարող են մարդիկ ծանուցվել, հրավիրվել համապատասխան մարմիններ, այդ միանգամից հարցակվողական ճնշող վախի մթնոլորտ ձևավորող գործելավոճը գալիս է խոսելու միայն մի բանի մասին, որ նպատակ կա մեր հանրային աջակիցներին, մեր կուսակիցների համար վախի մթնոլորտ ձևավորել, բայց ինչը չի աշխատում, իրանց խնդիրը ինչում է, մեր աջակիցները տեսակ, մի հոգու տանում են, տասնյակներ գալիս են լրացնելու, որովհետև մարդիկ այլևս ուզում են փոփոխություն, մարդիկ այլևս չեն հանդուրժում այդ քաղաքական միջամտությունները, եւ երկրորդը, ամենագլխավոր խնդիրը ինչու է կայանում, ի տարբերություն մեր քաղաքական ուժի ու ընդհանրապես երկրում գործող բոլոր քաղաքական ուժերի, իշխանության երկրի ղեկին գտնվող քաղաքական ուժը ավելի կաշկանդված է, իրենք ավելի պետք է կաշկանդված լինեն ըստ մարդու իրավունքների եվրոպական դատանի, ըստ միջազգային պրակտիկայի, ըստ ներպետական իրավունքի անելու հայտարարություններ, իսկ իրենք ինչ են անում, հարուցում են քրեական գործ, այսպիսի ձայնագրության արտահոսք է լինում ու վերցնում են այդ ձայնագրությունները համ դատախազ են, համ քննիչ են, համ դատավոր են, սկսում են բարձր պետական ամբիոնները, որոնք միտված են եւ որոնք ստեղծվել են պետական հարցեր, մարդկանց խնդիրներ լուծելու համար, այդ ամբիոններից սկսում են մանիպուլյացիոն հայտարարություն անել, պիտակավորել, վիրավորել թե մեր երկրի քաղաքացիներին եւ առավել եւս մեր քաղաքական ուժի նկատմամբ մանիպուլյացիոն տրամադրություններ։ Մելոյան նշեցիք, որ աղճատված է։ Հնարավոր է ձեր ուժի կողմից այդ ձայնագրությունները ենթադրյալ փորձաքննության ենթարկվի, իսկությունը կամ ընդհանուր կոնտեքստը հասկանալի լինի ինչի մասին է խոսքը։ Հարգելիս, բնականաբար մենք դատավարություն է գնալու եւ փաստաբանները, ովքեր այդ գործերով ներգրավված են, կարծում եմ ամբողջ դատաքննության ընթացքում մարդու իրավունք, հիմնարար իրավունքների առաջնորդվելով այդ ողջ գործընթացներին թե փորձաքննությունների ձևաչափով, թե ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության ձևաչափով մասնակցություն կունենան։ Եկած քաղաքական ասպետ վերջերս Իշխան Սաղաթելյանը կոչ արեց, ասում է դիմադիրներին միասնական հանրահավաքի, ձեր ուժից կարծես արձագանք այդպիսի չի եղել, ինչ կասեք։ Հարգելիս, մենք օրերս հենց միասնության, դա մեր օրակարգն է, միասնությունն ու հանրային համերաշխությունը, միասնության վերտառությամբ բավական հաջողված ու հանրային աջակցություն ստացած հանրահավաք այցինք, ու ինչի համար շատ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, իմ հայրենակիցներին, իրենց ողջամիտ, գիտակից ու հայրենատեր լինելու համար։ Եվ բոլոր ուժերը ազատ են, հրապարակները բաց են, մենք մեր պատկերացմամբ ինչքան էլ տրամաբանությունը խախտված է, մենք
պատկերացնում ենք ժողովրդավար իրավական պետություններով։ Մեր քաղաքական ուժը իր հայտարարությունը, իր գործընթացները կազմակերպում է այդ տեսանկյունից, հա, եթե լրացուցիչ նախատեսվելի գործընթացներում մասնակցելիության հարց լինի, որևէ մեկը կաշկանդված չէ միանալու մեր միջոցառումներին։ Տիկին Մելոյան եւ պատրաստվում է ուժեղ Հայաստանը այդպես փաստաթղթեր է ներկայացնել ԿԸՀ, քանի որ արդեն առաջադրումները սկսվել են։ Հա, իհարկե, ապրիլի 13-ից արդեն պաշտոնապես ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով նախատեսված է փաստաթղթերը գրանցումների համար ներկայացնելու ժամկետը, մինչև ապրիլի 23-ն է վերջնաժամկետը լինելու, մինչև մայիսի 3-ն է քաղաքական ուժերի գրանցման ժամկետն է, սա որպես իրազեկում, հա, իրավական ընթացակարգերի վերաբերյալ։ Բնականաբար մենք ակտիվ ծիրում ենք, ասեմ, մենք լրջագույն խնդիրներ ես քաղաքական ուժը տեխնիկապես առաջադրեց, խախտելով կրկին, հա, միջազգային ռեկոմենդացիաները, ներպետական օրենսդրությունը, քանի որ Սամվել Կարապետյանը լրջագույն վախի պատճառ է քաղաքական ուժի համար, իսկ դա բացատրելի է, որովհետև Սամվել Կարապետյանը բոլոր չափումներով Նիկոլ Փաշինյանին անցել է, հա, իր հանրային հեղինակությամբ եւ հետեւաբար իրենք ինչ արեցին, սկսեցին կռիվ տալ սկզբում նկարների հետ էր, հետո խոսքի հետ էր, հիմա էլ անվան հետ ու սահմանափակում մտցրեցին, որովհետև մենք արդեն պատկերացրած ունենք, այո, ու հայտարարել ենք, արդեն ընթացքում իրավական գործընթաց էր, հա, իրավահարաբերությունների մեկնարկը տրված էր։ Մենք հանդես ենք եկել որպես ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք ու մեկ օրում 24 ժամի չտևող գործընթացում վերեցին առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական համայնքի իրազեկման ընդունեցին մի քանի ժամյա այս արհեստական սահմանափակումը։ Ինչ է կանելու, ինչ անելու։ Դե մենք, քանի որ մեր նկատմամբ օրենքը բնականon չի կիրառվում, երկակի ստանդարտների իրականությունում ենք ապրում, ու մեր նկատմամբ էլ միջամտությունները քաղաքական կարծում եմ բոլորիդ համար էլ բացահայտ են։ Մենք այնուամենայնիվ ունենք որդեգրած մոտեցում, որ մենք օրենքով կաշկանդվելու ենք, բայց այստեղ մի կարևոր հայտարարություն անեմ։ Ես օգտվեմ այս հարթակից, այս միջավայրից, հենց հիմա մենք գտնվում ենք հակակոռուպցիոն դատարանի բակում։ Ես դիմում եմ մեր երկրի բոլոր դեսպանատներին, բոլոր պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին, մենք զեկույց ենք պատրաստել մեր քաղաքական ուժի նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, մեր նկատմամբ տարբեր միջամտությունների վերաբերյալ եւ իշխող ուժի կողմից սահմանափակումների խախտումների վերաբերյալ այդ զեկույցը ներկայացնելու ենք գործող բոլոր միջազգային կառույցների ու գիտենք ընթացակարգերով անմիջական գործընթաց հնարավոր է որ չի արկա չէ, բայց արդեն իսկ ունենք արձանագրումներ գործընկերների հետ այո դա կա միջազգային դիտարանն է միջազգային դիտարանի կազմում որը դիտորդական առաքելություն է իրականացնում մեր երկրում հեղինակավոր գործընկերներ են ներգրաված իրենց ինքնակենսագրությունները որ տեսեք օրինակ Human Rights Watch-ի նախկին տնօրենն է իրավաբաններ են ովքեր դիտորդական առաքելություն են իրականացնում երկարաժամկետ Հայաստանի Հանրապետությունում իրենք արդեն իսկ արձանագրել են նախ որ Սամվել Կարապետյանի անազատությունը մեր քաղաքական ուժի համար հավասարության պայմանը խախտում է ընտրական գործընթացում մասնակցելու եւ երկրորդ իրենք արձանագրել են որ այդ օրենքի ընդունումը եւս ուղղակի միջամտություն է ու թիրախավորում է մեր քաղաքական ուժի մենք կապի մեջ ենք նաեւ ԵՀԿ-ի հետ ԵՀԿ-ն էլ դուք գիտեք երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում եւ վերջնական զեկույց է ներկայացնելու նախնական զեկույցում արդեն որոշակի հանգամանքների անդրադարձ կատարել է անկողմնակալության հետ կապված ես լրացուցիչ կփորձեմ մամուլի ասուլիս կազմակերպել թե մեր զեկույցը ներկայացնելու թե գնահատականները ներկայացնելու համար բայց կրկին ԵԱԳ-ի գործընկերները եւս երբ արագընթաց կարգով դիմում ներկայացրեցին ասացին որ անպայման օրենքի փոփոխությանը անդրադառնալու են վերջնական զեկույցում ու նման քայլերը մեր նկատմամբ նման միջամտությունները վերջնական արդյունքում հենց ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը կարող են հարցականի տակ դնել։ Հասկանալի, շնորհակալ եմ։